Նախագիծը հիմա այս պահին ակնկալիքը դատարանից Գնում են վերցնեմ 2 ամսյալ բալանքի որոշումը։ այլ տարբերակ Արդեն կա այդ որոշումը վստահ եմ գրված է, հիմա ներս մտնենք վերցնենք այդ որոշումը։ Այսինքն քաղաքական որոշում։ Իհարկե, այն մասից մեր կողմից։ Պարոն Բաբայան, ով է Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք տվել։ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք չկա։ Ուղիղ ցուցմունք։ Նկատի ունեմ Կուսապարկի Ինչպես։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Ենթադրել են։ Ենթադրում ենք, որ կարող են Այդ ուսապարկը կա, պարոն Բաբայան։ Ուսապարկը Մեգոր Թմրանյութի ենթադրյալ եղել է, ուսապարկն էլ եղել, Այսինքն հայտնի է այդ անձում ուսապարկն եղել։ Կարեն Պետրոսյանի մասին է խոսքը, պարոն Բաբայան, նոր հայրապետ, իր ուսապարկում չի եղել։ Բայց նա կասկած հայտնողն է եղել։ Չեմ կարող ասել հիմա։ Նախագահական գաղտնիքից։ Ոչ մի բան, 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջի գործողությունը եղել է 2025 թվականի հուլիսին եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ, 3 ստեղծվել է քննչական խումբ եւ ձերբակալվել է Հուլիսին ինչ ա եղել, պարոն Բաբայան։ քննչական գործողություն, հարցակրթություն։ Կոնկրետ հարց։ Այո, քննել են, այդպես էլ չեն հասկացել։ Այսինքն այն ժամանակ կասկած չի եղել, կասկած հայտնողներ։ Այս վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ։ Հուլիսին, որ ասում եք ինչ-որ քննչական գործողություն ճիշտ ինչ գործողություն է։ Քննչական ինչ-որ գործողություն։ Հարցակրթություն։ Չեմ կարող ասել, դա արդեն նախաքննություն։ Իսկ Սրբազանը հարցակնվել է։ Ինչը չի ասում եք նախաքննություն։ Ես նախաքննական տվյալ չեմ ներկայացրել մինչև հիմա, հետևաբար եւ ինչ ուզում եմ ասեմ, այն ինչ որ իրավունք ունեմ ասել։ Ինչ որ իրավունք չունեմ, չեմ կարող։ Սրբազանի մասնակցությամբ է եղել այդ գործողությունը։ Ոչ։ Այդ անձը այդ թվականին այդ անձը գործակալություն անձն է արդյոք օգտագործել է Չգիտեմ, չունեմ այդ։ Այսինքն դրանք են չէ, բայց Չունեմ նման նյութեր, չգիտեմ էլ ում մասնակցել։ Պարոն Բաբայան, իսկ Արշակ Սրբազանն արդեն պատրաստված է, որ միանալու է Բագրատ Սրբազանի ճակատագիրը շարունակողներ։ Իր ասուլիսից սկսած արդեն պատրաստված։ Պարոն Բաբայան, այն անձը, որը կասկած է հայտնել, որ կարող է դառնալ Արշակ Սրբազանը, ինչ հարաբերություն Ոչ մի։ Պարոն Բաբայան, երեք նաև տեսանյութ տարածվեց, որ Սրբազանը հարվածում է ինչ-որ երիտասարդի, այսպես իշխանական էջեր էին տարածում այդ տեսանյութի մասին, ինչ կարող եք ասել։ Տեսել եմ տեսանյութը, հեռվում կանգնած մի անձ թիկունքով, ոնց որ հարվածում են ինչ-որ մեկին։ Ինձ էլ եթե օրինակ նման հարցնա, ես էլ կարողացեմ։ Ինչ հարց։ Այդ նյութերում գրած էր, որ ասել են, թե ինչի ես, չգիտեմ, մարդ սպանել, այս արել են։ Այսինքն Արշակ Սրբազանն է հարվածողը։ Ես չգիտեմ, ես ասում եմ տեսագրության համաձայն, ինչ-որ մեկը թիկունքով կանգնած, ինչ-որ մի տղայի հարվածում։ Այո։ Եվ գրում են իբր Արշակ Սրբազանին հարց են տվել, եւ դրա համար հարվածել։ Ես ասում եմ, եթե այդ հարցը ինձ էլ տան, ես էլ կարող եմ։ Սրբազանները անշանավորություն, նասյունություն, դրանք ավելի շատ են։